Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառն Ութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Գերիների ազատազրկման ժամկետ, կալանավորումներ ու ԱԱԾ-ականների ներխուժում, խորհրդարանում ճեպազրույցների ժամ է։ Ինչ սցենարներ են քննարկում Թրամփի երթուղու վերաբերյալ, Փաշինյանը փակագծեր է բացել։ Ադրբեջանը էկոլոգիական աղետի առջև Սևանը շարունակում է մնալ Բաքվի քաղաքական հետաքրքրության կենտրոնում։ Բաքվում ավելի քան 2 տարի ընթացող կեղծ դատավարությունը մոտենում է ավարտին, ադրբեջանցի դատախազները ներկայացրել են ազատազրկման ժամկետի պահանջները։ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ, ինչու է վերաքննիչ դատարանը մերժել պաշտպանների բողոքը։ Խորհրդարանականներն ամփոփում են հերթական քառօրյա նստաշրջանը։ Ազգային ժողովում օրենքի նախագծերի քննարկումը հարթ է ընթացել։ Համենայն դեպս, եթե համեմատենք ներքին ու արտաքին քաղաքական հարցերին վերաբերող թեմաների քննարկումների հետ։ Գերիների ազատազրկման ժամկետ, կալանավորումներ ու ազգային անվտանգության ծառայության ներխուժում։ Խորհրդարանական ընդդիմությունը ճեպազրույցների ընթացքում այս թեմաներին է անդրադարձել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով Բաքվում մեր գերիներին ցմահ են ազատազրկում, իսկ այստեղ Փաշինյանն ասում է Արցախը ֆեյք է ու թոք։ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարակ հայտարարությունները Արցախի վերաբերյալ, որ Արցախը թոք էր, Արցախը ֆեյք էր, եւ հենց այդ նույն օրերին, նույն վայրկյանին Ադրբեջանում դատախազը Արցախի ղեկավարության համար պահանջում է ցմահ ընդհուպ մինչև ցմահ դատապարտում եւ մինչև 20 տարի դատապարտ, ուրեմն 20 տարվա ժամկետ եւ պատահական մարդկանց, որոնք հայտնվել էին այդ ծուղակում մինչև 16-17 տարի։ Նաեւ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը Արցախի վերածննդի հրապարակում հայտարարել էր, որ Հայաստանն է Արցախի հանրապետությունը ընտրությունների լեգիտիմության երաշխավորը։ Իսկն ինքը խղճի խայտ չի զգում, ինքը պատասխանատվություն չի զգում այդ ամեն ինչի հետ կապված։ Հիշեցնեմ, ադրբեջանցի դատախազները տարբեր պատժաչափեր են պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների համար։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին եւ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին դատապարտել ցմահ ազատազրկման։ Իսկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նաեւ Մադադ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը 65 տարեկան լրանալու պատճառով չեն կարող դատապարտվել ցմահ ազատազրկման։ Դատախազությունն առաջարկել է նրանց 20 տարվա ազատազրկում, որի առնվազն 10 տարին պետք է անցկացնեն խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում։ Դավիթ Ալավերդյանին նախատեսում են դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազարյանին 16 տարվա ազատազրկման։ Դատական հաջորդ նիստը նոյեմբերի 27-ին է։ Կրկին վերադառնանք խորհրդարան։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խոսել է վերջին շրջանի խուզարկությունների ու ձերբակալությունների մասին։ Նրա խոսքով Հայաստանը վաղուց խեղդվում է բռնատիրության ճիրաններում եւ այդ բռնատիրական կարգերը Հայաստանում սահմանում է Նիկոլ Փաշինյանը։ ԱԱԾ-ն մտնում է մարդկանց տներ, երեխաների աչքի առաջ բերման ենթարկում, ասում են պատգամավորները։ Խոսքը վերաբերում է հենց այդ բռնաճնշումներին եւ մեկ անձի ձեռքում կենտրոնացած իշխանությանը։ Եվ իհարկե երեկվա այդ անոնսը որոշ քաղաքական ուժերի քաղաքական ասպարեզից դուրս հանելու, դա շարունակություն է իմ նախորդ խոսքի, երբ որ տեղական ինքնակառավարման մարմիններում մենք գիտենք, որ այն բոլոր թիմերի ընտրված, ուրեմն ընտրությունների արդյունքում ոչ իշխանական, ոչ իշխանության քիմքին հաջող տեխնացուները կամ հայտնվում են ճաղավանդակի ետևում, կամ էլ ով ողբերգություն մահանում են։ Իդեպ երեկ վաղ առավոտյան ձերբակալել են Տաթևի նախկին ղեկավար Գոռ Մինասյանին, որը տնային կալանքի տակ էր գտնվում։ Գոռ Մինասյանի դուստրը Միլենա Մինասյանը գործընկերոջս պատմել է, որ առավոտյան 7:30-ին, երբ եղբայրն ու քույրերը պատրաստվում էին գնալ մանկապարտեզ եւ դպրոց, իսկ հայրն օգնում էր նրանց հագնվել, տուն տղամարդիկ են մտել եւ ասել, որ ձերբակալման մասին որոշում ունեն։ Մինչեւ հիմա հոր մասին տեղեկություն չունեն։ Միլենա Մինասյանը դիմում է պատկան մարմիններին, վիրահատությունից հետո դուստրը գտնվում է անկողնային վիճակում։
տեղաշարժվում էր հոր օգնությամբ։ Իրեն, փոքր քույրերին ու եղբորը խնամք է անհրաժեշտ։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի կալանավորմանը եւ այն որակել ապօրինի։ Փաշինյանական արդարադատությունը այլախոհների եւ այլակարծության հանդեպ շատ արագ է, ինչը չես կարող ասել հանցագործների մասին, ասել է Մամիջանյանը։ 2 ամիս կալանքի դատապարտեց բացարձակ անհիմն անտիֆեյք լրատվական ծառայության իմ նեմնի հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, իրանք արդեն իսկ գտնվում են քրեակատարողական հիմնարկում, դե գիտեք Փաշինյանական արդարադատությունը այլախոհների եւ այլակարծության հանդեպ շատ արագ է, ինչը չես կարող ասել հանցագործների հանդեպ։ Նաեւ պարոն Դավիթ Ֆիդանյանը, ով անտիֆեյք լրատվական ծառայության աշխատակից է 3 ձերբակալվել է, իսկ այսօր առավոտվան ձերբակալվել է նույն լրատվականի անտիֆեյքի աշխատակից Իշխան Խոսրովյանը։ Իմ նեմնիմի հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը։ Սամսոնյանին եւ Սաղաթելյանին վերագրվում է նույն մեղադրանքը, որով նրանք արդեն մի անգամ ամբողջությամբ արդարացվել են։ Ի դեպ ձերբակալել են նաեւ անտիֆեյք լրատվականի աշխատակից Իշխան Խոսրովյանին։ Թե ինչ այլ մանրամասներ են հայտնել փաստաբանները, դիտենք տեսանյութը։ Որևէ անախնական բան տեղի չի ունեցել, ամեն ինչ ասված է, որևէ խուլիգանության մասին այստեղ խոսք գալ չէր կարող, օրվա վերջին մեկ էլ փոխվեց հերթապահ դատարանների կազմը, ընկավ Մասիվի դատարան, բնականաբար ընկավ Մասիվի դատարանում դատավոր Մասիս Մերկորյանի մոտ, դատավոր Մասիս Մերկորյանն կայացրեց այն որոշումը, որը կարծում եմ բոլորն էլ ակնկալում են, որ կայացվեր։ Ցավում ենք, բայց մենք Մեր համար հասկանալի էր, մենք ավելի շատ խոսում էինք նրա համար, որպեսզի հետագայում բողոքարկման փուլում կարողանանք մեր փաստարկները ներկայացնել եւ ասել, որ այս մասին մենք արդեն իսկ խոսել ենք։ Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, 2 ամսյա ժամկետով կալանավորեց Վազգենին, միաժամանակ արգելելով հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ պաշտպանի եւ ընտանիքի անդամների։ Բնականաբար, իհարկե դեռ ծանոթ չեմ ամբողջությամբ որոշմանը, բնականաբար կբողոքարկվի, որովհետեւ մեր համոզմունքն է, որ այստեղ չկա օրինականության որևէ նշույլ անգամ։ Քննչական կոմիտեում շարունակվում են հոգևորականների հարցաքննությունները, հիմա էլ նոր դրվագով։ Ըստ տեղեկության որոշ քահանաների կարգալուծության ժամանակ իբր մայրաթորը խտրական մոտեցում է ցուցաբերել։ Այսօր էլ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին են հրավիրել քննչական կոմիտեը որպես վկա։ Բայց փաստաբանիս հարմար չէ ուրբաթօր առավոտյան 10-ին ներկայանալ, ինքը նիստի պիտի մասնակցի եւ ես էլ առանց փաստաբանի չեմ ուզում քննչական գնամ, որտեւ նախորդ անգամ լրջագույնս կերպով իմ իրավունքները ոտնահարվեցին, հասկացա, որ առանց փաստաբանի պիտի քննչական չգնամ եւ երկուշաբթի ժամը 4-ին եմ գնալու ու հավանաբար մեկ այլ դատի վերաբերող հարցումով, որովհետեւ դեռևս կարծում եմ Մկրտիչ Սրբազանի համար չեն կողմնորոշվել ինչ հոդվածով կալանքը երկարացնեն, են քննչական այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է կատարում, որպեսզի գտնի այն օրենքը, որով կարող է Սրբազանի կալանքը երկարացնել եւ իրենք ամեն ջանք անում են եւ զարմանում եմ իրենց հետևողական ջանքերի վրա առանց որևէ հիմնավոր պատճառի մարդկանց կալանքում պահելը եւ կալանքը երկարացնելու գործը։ Կարծում եմ այս մասով ասեմ այսքանը, ես ինքս որպես վկա եմ հրավիրվում, բայց իմ նկատմամբ խտրական վերաբերմունք կա։ Եթե ես Արագածոտնի թևի քահանա չլինեի, ինձ քննչական չէին կանչի, քննչականը հատուկ ուշադրություն է դարձնում Արագածոտնի թևի քահանաներից, իրենց ուշադրության կենտրոնում ենք մենք, շնորհակալ ենք քննչականին մեզ իրենց ուշադրության կենտրոնում միշտ վայելու համար։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանները բողոքարկել են Սրբազանի գործով դատավճիռը։ Փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել Արմինե Մելիքսեթյանի հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ։ Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ, իսկ Միքայել arczepiskopos-ը քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել Վաղարշապատի բնակիչներին Կիրակի տիմ ընտրության վերաբերյալ։
Լուրջ եւ պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգեվոր մայրաքաղաքի հոգեվոր եւ քաղաքական անվտանգությունը, այլև մեր ամբողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչեւ գալիք համապետական ընտրություններ։ Այս առումով մեր հորդորն է, որ իսեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային եւ հակահայկական իշխանություններից ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումն արտահայտեք արկա խունտայի նկատմամբ ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով, ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող վաղաշապատի։ Ահաբեկության մեղադրանքով արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի կալանքը դատարանը որոշել է երկարաձգել ևս 3 ամսով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հիմք է ընդունել դատախազների պնդումը, եթե Սրբազանը լինի ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը։ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ քննչական կոմիտեն զեղծարարություն է արել։ Մեկ շաբաթ առաջ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցի, որ քննչական կոմիտեի ղեկավարը մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է արել եւ խիստ ասած զրպարտություն եւ ակնհայտ փաստերի խնդրում եմ տերմինը ասել փաստերի կեղծում է տեղի ունեցել։ Եվ ես դա պնդում եմ, հենց հիմա նորից պնդում եմ, առնվազն 2 դեպքով, մեկը կապված այդ չարաբաստիկ գյուլելու 2 հոգու եւ 15 հոգու բանկ տնելու պատմության հետ, ակնհայտորեն իրենք խուսափում են այդ թեմային անդրադառնալ։ Երկրորդը, որ իբր իմ ձեռքով գրված կա ահաբեկչության պլանավորում արտահայտությունը։ Դարձյալ կրկնում եմ, իմ ձեռքով գրված։ Ուրեմն 2 դեպքով նվազագույնը ասացի, մնացած ինչ որ կա, դեռ դրանք ծաղիկներն են։ Մնացած հետո կպարզվի ամեն բան։ Իսկ գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է նրա պաշտպանների բողոքը։ Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը մոտ 5 ամիս է ապօրինի կալանավորված է մայրաթոռը պաշտպանող խոսքի համար։ Դատարանի որոշման դեմ բողոքներ էինք ներկայացրել եւ մենք եւ դատախազությունը։ Մենք ակնկալում էինք, որ կալանքը վերածվեր անհապաղ եւ արձանագրվեր նաեւ կոչի դրվագով հիմնավոր կասկածի բացակայությունը։ Դատախազությունը պահանջում էր, որ արձանագրվեր տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը եւ փաստացի 1 ամիս կալանքի փոխարեն 2 ամիսը։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը։ Իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 3 սկսել ու այսօր շարունակում է քննարկել Տաշիր խմբին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցման հարցը։ Քննարկումն անցել է լարված մթնոլորտում։ Դուք խնդիր ունեք տապալու ես նիստը։ Ես հենց ՊԲ-ի ժամանակով կառավարիչ եմ, թույլ տվեք իմ տեղը զբաղեցնեք մնացածը նիստից հետո։ Ներողություն մի խոչընդոտեք։ Ձեր բեջերը ցույց տվեք, տեսեք որ լրագրողը թե սադրիչներ։ Ձեր բեջերը ցույց տվեք, տեսեք որ Թույլ տվեք նիստը սկսենք։ Թույլ տվեք նիստը սկսենք։ Հարցեր տալու իրավունք ես քուլում դուք չունեք։ լուրջ հարց տվեք իմ։ Դուք այս պրոցեսը այդքան լուրջ եք համարում, հա։ Սա անլուրջ է, բայց ինչ լուսաբանոր անլուրջ է։ Բոլոր խախտումները, արերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել ու քողարկվել են նախագահը, որին մեղադրում եք կոծկումների համար, իր հետ հանդիպում եք Ես չեմ մեղադրում, ես ասում եմ դա իմ քաղաքական գնահատականն էր։ Այնքան հարցեր կար մեր երկրում, հազիվ 7 տարի անց հասանք հեցի հարցին, Ժորժ ջան, պատասխանեք։ Բայց ինչ վիճակում է Չեմ կարող կանխատեսումներ անել։ ՀՑԿՀ-ն է այն լիազոր մարմինն ու սահմանադրական ինստիտուտը, որը պետք է կանխորոշի, թե ով որ երկիրում հետ գնաց, դա որևէ ազդեցություն, որևէ բան չի նշանակում, մասնավորապես ինձ համար։ որ Թուրքիայի եւ Ադրբեջանից ներդրումներ չեն լինելու հետում, կարող եք երդվել։
Երևանում անցկացվող խաղաղության խաչմերուկ համաժողովում Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր Թրամփի երթուղուն վերաբերյալ նոր հավանական սցենարների մասին։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Մարգարայով Կորնիձորով Ադրբեջան եւ հակառակը։ Սա առաջարկում ենք, որովհետեւ այն այսօր պատրաստ է, ասել է Փաշինյանը։ Եկեք պատկերացնենք, որ այստեղով պետք է անցնի գազանի։ Այս հատվածում սահմանազատված չեն մեր սահմանները եւ մեր սահմանազատման հանձնաժողովները մինչեւ օգոստոսի 8-ը ընդունել են պայմանավորվածություն են ձեռք բերել, ընդունել են որոշում, որ մեր սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա հյուսիսից հարավ եւ բայց մյուս կողմից առաջացել է նաեւ ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն։ Հիմա ենթադրենք կամ ինչու ենթադրենք երկաթուղի, որը պետք է կառուցի, որը պետք է լինի երկաթուղու կառուցման ուղղված առաջին գործողություն։ Պետք է սահմանազատվի այն լայնությամբ, որը անհրաժեշտ է, որ երկաթուղին անցնի, կամ խողովակը, կամ մալուխը, կամ էլեկտրահաղորդման գիծը։ Եվ որպեսզի սա նաև այդ ենթակառուցվածքների աշխատանքի բնականon ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է։ Եվ եթե ենթակառուցվածքի համար անհրաժեշտ է ենթադրենք 5 կիլոմետրանոց հողաշերտ կամ մի անհրաժեշտ տեխնիկական այդ թվում լայնությամբ պետք է նախ իրականացվի սահմանազատում, որից հետո շինարարություն, որպեսզի տարընթերցում չլինի։ Այս շինարարը ինքն էլ համոզված լինի, ինքը որ երկրի տարածքում է գործում, որտեղ Հայաստանի կոնկրետ Հայաստանի կողմից կամ Trip ընկերության կողմից լիազորված շինարարները պետք է համոզվեն, որ իրենք Հայաստանի տարածքում են աշխատում, որպեսզի նրանք համոզվեն, որ Հայաստանի տարածքում են աշխատում, պետք է սահմանազատված լինի, վերահաստատված լինի։ Իհարկե կան խորհրդային ժամանակների սահմանագծերը, բայց սահմանազատման գործընթացով, որը ինչ այլոց ուժի մեջ է մտել 2024 թվականին վավերացված երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով, այսինքն ընդհանրակարգով պետք է վերահաստատված լինի։ Այսինքն սա ենթակառուցվածքների կառուցման համար շատ կարևոր առաջին եւ նախնական քայլն է։ Իսկ Ադրբեջանի աչքը Սևանի վրա է։ Բաքուն ուզում է թաթը դնել էներգետիկ այդ կարևոր ռեսուրսի վրա։ Պատճառն այն է, որ Ադրբեջանն այսօր կանգնած է էկոլոգիական լուրջ խնդրի առջև։ Բաքվում խմելու ջրի խնդիրը լուրջ է։ Ալիևի վերջին հայտարարությունները Սևանի մասին պետք է դիտարկել ոչ միայն քաղաքական նկրտումների տեսանկյունից, այլև էներգետիկ։ Իսկ տարածաշրջանում ջրի խնդիր ունի նաև մեր հարևան Իրանը։ Այնտեղ ամեն բան ավելի լուրջ է, անգամ մայրաքաղաքը տարհանելու հարցն է քննարկվում։ Ինչ հետևանքների կարող է հանգեցնել տարածաշրջանում ջրի խնդիրը ու ինչ կարգավիճակում կհայտնվի Հայաստանն այս պայքարում։ Կտանի ջուրային փխրուն խաղաղությունը, որը փորձում են հաստատել տարածաշրջանում, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Սևանը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական հետաքրքրության կենտրոնում։ Մասնագետներն ասում են, Ալիևի վերջին հայտարարությունները պետք է դիտել ոչ միայն անվտանգային, այլ նաև էներգետիկ եւ ռեսուրսային տեսանկյունից։ Ջուրը դարձել է համաշխարհային անվտանգության կարևորագույն թեմաներից մեկը։ Շատ հնարավոր է հենց այդ ագրեսիվ պահվածքը Ադրբեջանի պայմանավորված է առաջին հերթին հենց այդ խմելու ջրի հետ կապված խնդիրների հետ, որոնց նրանք բախվում։ Ըստ ՄԱԿ-ի աշխարհում 1 միլիարդ մարդ զրկված է խմելու ջրից, իսկ մինչև 2030 թվականը ջրի պակասը կարող է դառնալ գլոբալ ճգնաժամ։ Վտանգ կա, որ ջրի պաշարների բացակայության հետևանքով աշխարհում կարող է շուրջ 700 միլիոն կլիմայական փախստական լինել։ Այս ֆոնին Ադրբեջանում ջրի պաշարները արագ սպառվում են եւ Ալիևի հայտարարությունները դառնում են ավելի հասկանալի։ Արցախի հանձնումով Ադրբեջանին իրանք որոշ չափով լուծեցին այդ ջրի պաշարի խնդիրը, որտեղ մի շարք գետեր անցել են իրենց վերահսկողության տակ, բայց միևնույն է, այդ հարցը իրենց համար դժվար լուծելու է, իրանք հասկանում են ժամանակի ընթացքում խմելու ջրի խնդիրը իրանց համար դառնալ է մեղմ ասած օրհասական։ Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի պաշարը Ադրբեջանում ընդամենը 851 խորանարդ մետր է, մինչդեռ Հայաստանում ավելի քան 2300 խորանարդ մետր։
Ջրի խնդիրը իսկապես կարևոր է տարածաշրջանի համար, մանավանդ խմելու ջրի առումով նշ որ Հայաստանը ամենաշատ ունի տարածաշրջանում, բայց մեկ շնչի գնող, եթե հաշվենք մեկ շնչի հաշվով, այսինքն ոչ թե ֆիզիկական ծավալով, իսկապես մեկ շնչի հաշվով Հայաստանը մոտավորապես 3-ից մինչև 5 անգամ ավելի շատ ջրի պաշար ունի խմելու ջրի մասնախոսքը, քան մեր հարևան երկրները։ Մասնագետները զգուշացնում են Ադրբեջանը կանգնած է էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական լուրջ վտանգների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։ Միաժամանակ քաղաքագետն ունի երկրորդ կարծիք Ալիևի հայտարարությունների մասին։ Բոզոյանը ասում է, Ալիևի խոսքերը պարզապես հայտարարություններ չեն։ Ջրային խնդիրը դա տեխնիկական խնդիր է, որը ցանկացած երկիր կարող է ունենալ, բայց դա երբ որ կա անվտանգության խնդիր, բոլոր խնդիրները լուծվող են։ Տեսեք, արաբական երկրներ կան, որ ջրային խնդիր ունեն, բայց իրենք լուծում են։ Այստեղ կարևորը հետևյալն է, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը ունի անվտանգության վնաս, թե ոչ։ Եթե չունենա անվտանգության վնաս, մեր ժողովուրդը կորցնի Հայաստանի կտորը, որը դեռ պահպանվել է մինչև այս վերջին ժամանակահատվածը։ Փորձագետները զգուշացնում են, եթե Ադրբեջանը փորձի վերահսկել Սևանի ջրային ռեսուրսները, Հայաստանն էլ կարող է կանգնել լուրջ հետևանքների առաջ։ Արցախը կորցնելուց հետո արդեն մի շարք սահմանային համայնքներ մնացել են առանց խմելու ջրի։ Եթե ասենք թե մի շարք գետեր, ասենք թե օրինակ Արփա գետը, որը թափվում է Սևան եւ այլն, ինչ-որ ձև վերահսկողություն հաստատեն այդ գետերի ակունքների վրա, ապա մենք իսկապես խնդրի առաջ կանգնենք։ Այս ենթատեքստում քաղաքագետը հորդորում է զգոն լինել նաև անվտանգային առումով, նշում է, որ ջրի կամ այլ կարևորագույն ռեսուրս կորցնելուց խուսափելու համար պետք է ամուր պահել սահմանները։ Երբ որ իրենք ասում են Սևանը, խնդրի նշանակում միայն Սևանն են իրենք։ Մեր հասարակությունը ցավոք նատուրալիստական հատկություն ունի։ Մարդիկ հասկանում են այն բառից ունի մարդը, ինչ որ երկրի ղեկավարն է ասում։ Ինքը որ ասում է Սևան ուզում է, նաև Երևանն է ասում, չէ՞ Երևանը անվանում է։ Տարածաշրջանում ջրի խնդիր ունի նաև Իրանը, Թեհրանում նույնիսկ քննարկվում է մայրաքաղաքի տեղափոխությունը ջրի սուր պակասի պատճառով։ Մասնագետներն առաջարկում են Հայաստանը ջրի վաճառքի միջազգային մեխանիզմներով կարող է զարգացնել գործակցությունը Իրանի հետ երկուստեք շահեկան տարբերակով։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսից Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը քաղաքական ուժերի միջև ամիսներ տևած վեճերից հետո համաձայնեցրել է զինվորական ծառայության նոր ծրագիր, զորքը մեծացնելու համար։ Ըստ նոր ծրագրի 18 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է լրացնեն հարցաթերթիկ զինվորական ծառայությանն իրենց համապատասխանության վերաբերյալ, իսկ 2027 թվականից անցնեն բժշկական զննում։ Սպասվում է, որ օրենսդիրները նախագծի վերաբերյալ քվեարկությունը կանեն մինչև 2025-ի վերջ։ Այս տարվա սկզբին Գերմանիայի պաշտպանության նախարարը զգուշացրել էր, որ 4 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի Ռուսաստանի հնարավոր հարձակմանը։ Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է իրեն ներառել քաղաքացիական բանտարկյալների ցանկում։ Վրաստանի նախկին նախագահն Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել եւ զբաղեցրել է Օդեսայի վարչակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն ավելի ուշ նրան զրկել են անձնագրից։ 2019-ին Զելենսկիի իշխանության գալուց հետո որոշումը չեղյալ է հայտարարվել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ 20-ամյա համաձայնագիր, նախագահի ազատազրկում, ահաբեկություն, ներողություն ու սեռական շահագործման սկանդալի մասին նոր բացահայտումներ։ Աշխարհում իրադարձությունների պակաս չկա, քաղաքականից իրավական, Միացյալ Նահանգներից մերձավոր արևելք։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դեմ ահաբեկությունը։ Հատուկ ծառայության տվյալով պայթյունը պետք է տեղի ունենար պաշտոնյայի մերձավորներից մեկի գերեզմանի մոտ։ Գործի շրջանակում կա 3 ձերբակալված, այդ թվում 1 ներգաղթյալ կենտրոնական Ասիայից։ Վրաստանի նախկին վարչապետ եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարյանին հերակա կարգով դատապարտել են ազատազրկման։ Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Կուրթանիձեն, որը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Գախարյան նիստին ներկա չի եղել։ Վրաստանի նախկին վարչապետին մեղադրում են 2019 թվականի հունիսի 21-ից 29-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ 2-ից ավելի անձանց դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու եւ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում լիազորությունները չարաշահելու համար։
Իսրայելը ձգտում է Միացյալ Նահանգների հետ կնքել նոր 20-ամյա անվտանգային համաձայնագիր, ավելացնելով Ամերիկան առաջինը դրույթները Թրամփի վարչակազմի աջակցությունը շահելու համար։ Նախկին համաձայնագիրն Իսրայելին խոստանում էր տարեկան մոտ 4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Իսրայելը հավանաբար ապագայում եւս կձգտի առնվազն նույնչափ օգնություն ստանալ։ Սակայն նման համաձայնագրի ընդունումն այժմ ավելի բարդ կլինի Իսրայելի նկատմամբ աճող դժգոհությունների պատճառով։ Բանակցությունները թե տեխնիկապես, թե քաղաքականապես բարդ են, հաշվի առնելով Մեգայի դեմ լինելն արտաքին օգնությանը եւ երկկուսակցական մտահոգությունները Գազայում Իսրայելի վարքագծի վերաբերյալ։ Չինաստանը Ճապոնիային կոչ է արել մտորել իր պատմական հանցագործությունների վերաբերյալ, անհապաղ դադարեցնել Չինաստանի ներքին գործերի միջամտելը, դադարեցնել սադրիչ գործողությունները եւ զերծ մնալ կրակի հետ խաղալուց Թայվանի հարցում։ Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը հայտարարել էր, որ Չինաստանի Թայվանի վրա հարձակումը կարող է սպառնալ Ճապոնիայի գոյատևմանը, թույլ տալով երկրին իրականացնել կոլեկտիվ ինքնապաշտպանության իր իրավունքը։ Իսկ մինչ Թրամփը զբաղվում է աշխարհի կոնֆլիկտները դադարեցնելով, իր անվան շուրջ նոր սկանդալներ են ի հայտ գալիս։ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար մեղադրված ու ազատազրկված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի նոր էլեկտրոնային նամակները։ Դրանցում ի թիվս այլնի ասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իմացել է աղջիկների մասին։ Հրապարակել են այլ նամակներ եւս, որոնցում նշվում է, որ ֆինանսիստը ցանկացել է Թրամփի մասին ինֆորմացիա տրամադրել ռուս պաշտոնյաներին։ Ջեֆրի Էփշթեյնին ձերբակալել էին 2019 թվականի հուլիսի 7-ին, մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանությունն էր։ Իսկ BBC-ն ներողություն է խնդրել Թրամփից վավերագրական ֆիլմի համար, որտեղ նրա ելույթի հատվածները մոնտաժվել էին, գրել է Reuters-ը։ Սակայն լրատվամիջոցը մերժել է փոխհատուցման պահանջը։ Ըստ իրենց նման հայցի համար հիմքերը բացակայում են։ BBC-ի իրավաբանները նամակ են ուղարկել նախագահ Թրամփի իրավական թիմին՝ ի պատասխան կիրակի ստացած նամակի։ Վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է BBC Panorama լրատվական ծրագրով, 2024 թվականի Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունից անմիջապես առաջ ներառում էր Թրամփի 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի 3 մաս։ Մոնտաժը ստեղծել էր այն տպավորությունը, որ նա բռնության կոչ էր արել, երբ նրա կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումը։ Կորպորացիան նաև հայտնել է, որ այլևս չի հեռարձակի Թրամփ երկրորդ շանսը վավերագրական ֆիլմն իր հարթակներում։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնի Մութաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC News-room-ը։ Իմ գործընկեր Աննա Սարգսյանը կբացի օրվա գլխավոր թեմաների փակագծերը։